Իրано-ադրբեջանական լարվածությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ, թեման կքննարկենք իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ, նա հեռախոսակապով է միացել մեզ։ Բարի օր, պարոն Ոսկանյան, ինչ կանխատեսում ունեք, հավանական համարում եք իրано-ադրբեջանական էսկալացիան։ Չեմ կարծում, թե Բաքվի շահերից է բխում այժմ ներգրավվել հակաիրանական գործողություններում, հենց այս պահին դա անել, բայց ակնհայտ է եւ որևէ մեկը կարծում եմ կասկած չունի նաեւ Իրանում, որ եթե ստեղծվեն բարենպաստ ճակերտավոր պայմաններ, ապա Բաքվի վարչախումբը կփորձի օգտվել առիթից իր երազանքը ճակերտավոր իրականացնելու համար այսպես կոչված հարավային Ադրբեջանի երեկվա անվտանգության խորհրդի նիստում էլ բարբարոսական վարչախմբի պարագլուխը ակնարկ արել է, նշել է այսպես կոչված ադրբեջանցիների հանգամանքը Իրանում։ Իրականում ես օգտվելով առիթից պետք է շեշտեմ, որ Իրանում ադրբեջանցիներ չկան։ Թյուրքախոս ադրբատականցիները, որոնք բնակեցնում են Իրանի հյուսիս-արևմուտքը, ինքնության առումով, էթնիկական ինքնության առումով, որպես կանոն իրենց չեն նույնացնում էթնիկ ադրբեջանցիների հետ ադրբեջանական հանրապետությունում եւ համարում են իրենց լիարժեք իրանցիներ եւ նաեւ այս օրերին, Իրանի համար դժվար այս օրերին, նրանցից ոմանք այլ երկրներից վերադառնում են իրենց հայրենիք պաշտպանելու Իրանը եւ մենք ունենք դրա վերաբերյալ հստակ արձանագրված միջազգային լրատվամիջոցների ռեպորտաժներ։ Կարծում եմ, եթե մենք փորձենք իրանական պատերազմի համատեքստում Ադրբեջանի գործելավոճը քննարկել, ապա պետք է արձանագրենք մի բան, երեք տեղի է ունեցել միջադեպ, որի վերաբերյալ կան տարընթերցումներ, անօթաչու թռչող սարքի մասին է խոսքը, որը հարվածել է Նախիջևանի օդանավակայանին։ Իրանը ժխտում է իր մասնակցությունը այդ գործընթացին, բայց խնդիրը այդքան էլ միանշանակ չէ։ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը շատ հոխոր տալիս եւ վիրավորական ելույթով է հանդես եկել անվտանգության խորհրդի նիստում եւ նաեւ Ադրբեջանում գիտեք բանակը բերվել է այսպես կոչված համար 1 պատրաստության վիճակի, ինչը նշանակում է, որ բոլոր զինվորական բանակային կառույցները ամենաբարձր մակարդակի վրա են հիմա գործելու, ամենաբարձր ռիսկի, ասեմ այսպես, պայմաններում եւ բնական է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ Բաքվի բարբարոսական վարչախմբի նկարտումները, սա ազդակ պետք է լինի նաեւ մեզ համապատասխան եւ համարժեք գործողություններ ձեռնարկելու, ամրապնդելու մեր անվտանգության համակարգը, բերելու մեր մարտական, ասեմ այսպես, զորամիավորումները անհրաժեշտ պատրաստության վիճակի։ Սա չի նշանակում, թե Բաքուն պատրաստվում է հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, բայց մենք պետք է պատրաստվենք ցանկացած սցենարի։ Պարոն Ոսկանյան, Միացյալ Նահանգները կարծես հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Իրաքի քրդերին, եթե նրանք ցամաքային գործողություն սկսեն Իրանի դեմ։ Ինչ զարգացում կկանխատեսեք այդ առումով։ Խոսքը գնում է հյուսիսային Իրաքի տարածքում, քրդական ինքնավարություն կա այնտեղ, այդ տարածքում տեղակայված իրանական վտարանդի քրդական կուսակցությունների որոշակի զինյալ կազմավորումների մասին, որոնց ակնհայտորեն փորձում են դարձնել Իրանի դեմ պատերազմի մասնակից դառնալու, որովհետև օդային հարվածների միջոցով Իրանում իշխանափոխություն իրականացնելը գրեթե անհնարին հանգամանք է, զրոյականի ձգտող, ասեմ այսպես, հավանականություն ունեցող հանգամանք է, ուստի փորձ է կատարվում ունենալ այսպես կոչված ցամաքային ուժեր եւ խաղադրույքը կատարվում է քրդական այս ուժերի վրա։ Իրաքյան Քրդստանի երկու խոշոր կուսակցությունների եւ երկու խոշոր քաղաքական ուժերի դիրքորոշումները առնվազն գոնե բացահայտ մակարդակում բոլորովին այլ են։ Իրաքյան Քրդստանում որոշակի կայունություն է հաստատվել, պատկերավոր ասած Էրբիլը Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքը շահագրգիռ չէ ամենևին այդ ներքաղաքական կայունությունը խաթարելու հարցում, որովհետև իրանցիներն են հարվածներ հասցնում, տեղում որոշակի տարաձայնություններ կան տարբեր քրդական ուժերի միջև, բայց Իրանի դեմ իմ նշած Իրանից սերող քրդական ուժերի ներգրավումը ակնհայտորեն նախորդ ծրագրված է եղել եւ այժմ մենք տեսնում ենք նաեւ Միացյալ Նահանգների նախագահի ուղղակի հայտարարությունը աջակցության մասին։ Շնորհակալություն, պարոն Ոսկանյան, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը քննարկում էինք իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։